Դիմավորենք Կարեն Դավթյանին, ֆոտոգրաֆ։ Ոնց ես։ Իմ շատ լավ ընկեր։ Okay, ավելի հետաքրքիր է, ավելի անկեղծ է։ Եթե այսօր 18 տարեկան մեկը ասի ուզում եմ դառնալ ֆոտոգրաֆ։ Ինչ բանից կփորձես հետ պահել այդ մարդուն։ Ավելի շատ պրակտիկային ժամանակ ու էներգիա հատկացնել։ Նրան արդյոք պետք է սկսնակի համար ինքը միանգամից տենց թանկ ֆոտոապարատ առնի, էլի։ Կա ամենակարևոր ֆակտորը, թե այդ տեխնիկան ով է օգտագործում ու ոնց։ Ինչպես կասես ով է Կարեն Դավթյանը, ոչ որպես ֆոտոգրաֆ, այլ որպես մարդ։ Ոտավոր երևի որ ու ըստ քեզ այս ամեն ինչի մեջ ամենատուժողը ով է լինելու։ Կարծում ես դա կհասնի, որ լուսանկարը չի կարելի չափ կարծում։ Քամին ինձ միշտ լուսանկարչական այդ process-ի ժամանակ լավ ընկեր ա եղել։ Ես ճիշտ ասած գաղտնապահ չեմ, տենց չունեմ։ Դե մի սկսի ոնց են ինչի կունենաս գաղտնի։ Ողջույն բոլորին։ Այսօր TikTok-ի երկրորդ հաղորդումն է եւ ես արդեն շտապում եմ մեր հյուրի հետևից։ Այս անգամ դե ինչպես ասել էի, քանի որ տարբեր մասնագետներ եմ հրավիրելու, տարբեր ոլորտի, տարբեր մասնագիտությունների, այս անգամ գնացել ենք մի փոքր կինոյի կողմը, կինոյի նկարահանումների կողմը եւ իմ շատ վաղեմի լավ ընկեր եւ շատ հայտնի մասնագետներից մեկին եմ հրավիրել եւ հիմա գնում եմ իր հետևից։ Մի կարևոր բան ասեմ մինչեւ տեղ հասնելը, պարտադիր բաժանորդագրվեք Persona Marketing-ի YouTube-յան ալիքին, այն զանգակը որ ասում են, այդ զանգակը միացրեք պարտադիր, որպեսզի ամեն անգամ նոր հրապարակում տեղադրելուց մեր հաղորդումները նայեք։ Ինձ թվում է նախորդը շատ հետաքրքիր էր, որ անցավ Լիլիթի հետ։ Այս անգամ մի փոքր ավելի այլ բաներ ենք պատրաստել մեր հյուրի համար, թե խաղերի, թե հետաքրքրության տեսանկյունից, եւ եկեք շտապենք գնանք, որպեսզի տեսնենք, թե ով է այսօրվա մեր հյուրը։ Դիմավորենք Կարեն Դավթյանին, ֆոտոգրաֆ։ Ոնց ես։ Իմ շատ լավ ընկեր։ Կարջան, ոնց ես։ Լավ, դիպչան դու ասա։ Շատ սպասեցիր։ Չէ, նորմալ։ Հա։ Պունկտուալ հասար։ Շատ լավ։ Լավ, Կարջան, Կարեն Դավթյանը իմ շատ լավ ընկեր, Հայաստանում շատ հայտնի ֆոտոգրաֆ։ Իսկ արդեն Դուբայում կամած։ Եվ կարծեմ այսօր շատ հետաքրքիր զրույց կունենանք Կարջան։ Ուսամ, ինչպես միշտ։ Մենք այնքան բան ունենք պատմելու խոսալու, հա։ Անցյալից ներկայից, ապագայից։ Շատ լավ, դրա համար եկեք սկսենք։ Կարենի հետ շատ վաղուց ընկերներ ենք ինստիտուտի տարիներից դե ես ընդունվել եմ 2009-ին, ավարտել եմ 13-ին, այսինքն եթե 10 թվից հաշվենք, հա, սենց условно 16 տարին է, հա։ Պատկերացրեք ինչքան հին ենք։ Կարենի հետ շատ երկար ժամանակ համագործակցել ենք, հիմա համագործակցում ենք, ասեմ ֆանտաստիկ մարդ է պրոստը։ Ես մարդկային տեսանկյունից եմ ամենաառաջին ասում։ Շատ լավ ընկեր է, շատ լավ հասնող ընկեր է ու աշխատանքի մեջ է դե իր որակների մասին կարծում ովքեր գիտեն, ովքեր չգիտեն, հենց YouTube-ի տեսանյութի հղման ներքևում բիոյի մեջ տեղադրված է Կարեն Դավթյանի Instagram-յան էջը, կարաք մտնեք այնտեղից արդեն նայեք, հա։ Համեցեք ու գնահատեք, հա։ Շատ լավ, Կարջան, մենք հետաքրքիր, ինչպես անցած անգամ, նաև այս անգամ որպես երկրորդ հաղորդաշարն է, ասա։ Հետաքրքիր խաղեր ենք ունելու, մասնագիտական հարցերի մասին ենք խոսալու։ Եկեք անցնենք մեր առաջի հարցին։ Իհարկե ես հարցաշար պատրաստել եմ, բայց այս անգամ անկեղծ ասեմ, եթե անցած անգամ Լիլիթ հետ ինչ-որ չափով քննարկել ենք, այս անգամ Կարենի համար հարցական եմ թողել բոլոր հարցերը, որ ինքը այդպես համապատրաստից փորձի։ Okay, ավելի հետաքրքիր է, ավելի անկեղծ է ստում։ Ես ինքս ինձ անգամ sense տեքստ եմ գրել, որ հիշում եմ համալսարանների տարիներին, որ չգիտեմ ոնց ենք իրար տեսնում, ու մի հատ մինչև այդ հարցը տալը, սա ուզում ասում, ես միշտ ինստիտուտում որ քեզ տեսել եմ, sense միշտ այդ երկրորդ հարկի միջանցքում եմ տեսել, ու sense կինոշնի կադրով հետևելուց Կարենը ստվերի մեջ դիմացի հատվածում։ Այ ինձ հետաքրքիր է, օրինակ իմ մոտ էդի հիշողությունը որպես տպավորվեք, քո այդ կապած այդ կադրը միշտ աչքից դեմն է, էլի։ Օրինակ ինձ հետաքրքիր քեզնից քո մոտ, հա, ավելի ճիշտ
ինչ հիշողություններ կա այդ պատանեկան տարիքից, հա ուսանողական տարիքից։ Իմ ու քո հետ կապված կներես որ ծածում է նույն կադրնա, պրոստը դու այն մի կողմ տունելի հակառակ կողմն ես, էլի Իմը հետևել ուսը չկա, պրոստը, հա երեք։ Թույլ էր ավելի, բայց հա, ցեն շում մի կադրան ինչ որ Վատ իսոյով չէ։ Օրինակ ինձ հետաքրքիր է, տես իմ մոտ այդ տպավորությունը քո հետ կապված որ դու միշտ տենց այդ միջանցքում միշտ էի քեզ տեսնում, դաժե ասում էի, միշտ քեզ տեղ եմ տեսնում, էլ այս միջանցքում եմ տեսնում։ Տեղ էի ապրում։ Հա, տեղ էի ապրում, հա։ Ինձ հետաքրքիր ինչ թարմ ու լավ բարի հիշողություններ ունես այդ ուսանողական տարիքից ու ինչ կարաս պատմես, որտեղ վստահ եմ հիմա լիք ուսանողներ կան, որ նույն թատերականում սովորում են ու հաստատ շատ մարդ կա, որ այն կարիերան կուզենա ունենա կամ գոնե սկսի ինչ որ դու անցել ես ու շարունակելու ես անցնել, էլի։ Օրինակ ինչ ես հիշում այդ ժամանակահատվածից։ Մի քիչ ավելի խորքից կամ, հա, իմ համար թատերականը մինչև ընդունվելը այդ զգացողության առումով ես ոնց էր sense տպավորություններ, որ ինչ որ տաճար ես մտնում, բան անհասանելի որ չէինք ընդունվել դաժե։ Հետո ժամանակի ընթացքում անկեղծ ասած այդ զգացողությունը կամաց կորում է, ավելի սովորական է դառնում։ Բայց օրինակ նույն թատերականի հետ կապված ասեմ, որ ինքը ինձ տվել է լիքը լավ ընկերներ, լիքը լավ ծանոթություններ։ Networking էլի։ Հա, շատ իմ հաջողության գրավականներից մեկը այդ մարդկանց հետ շփումն է, որը որ ես շատ գնահատում եմ, որ իմ համար շատ կարևոր է, առանց որի ինձ թվում է չէր ստացվի ոչ մի բան, հա, այդ մարդկանց ֆակտորը շատ կարևոր է, հա։ Ու շատ կարևոր է նաև թե դու ոնց ես մարդկանց հետ շփվում։ Նույն սկզբանե ասեմ, որ ես մասնագիտությամբ լուսանկարիչ չեմ, ես թատերականն ավարտել եմ որպես դոկումենտալ կինոյի ռեժիսոր, ինչով չեմ զբաղվել մինչև օրս, բայց մի օր երևի կզբաղվեմ, հա, կգամ դրան։ Ու ինչի դա նշեցի, որովհետև ինչքան էլ մասնագիտությամբ լուսանկարիչ չեմ, բայց զբաղվում լուսանկարչությամբ, ստեղ կարևոր բան կա, որ մեկը բուն մասնագիտությունը իր հետքը թողում է, հա, էլի քո զբաղվելու, թե ինչով ես զբաղվում, որովհետև ես իմ ֆոտոյի հիմքում միշտ դրել եմ մարդուն։ Շատ լավ, արի անցնենք արդեն հարցին, հա։ Հարցը հետևյալն է, եթե այսօր 18 տարեկան մեկը ասի ուզում եմ դառնալ ֆոտոգրաֆ, ինչ բանից կփորձես հետ պահել այդ մարդուն։ Այսինքն երևի խոսքը շատ գնում է սխալների մասին, թե ինչ սխալներ ինքը պետքա չանի, որտեղ վստահ եմ ամեն մարդ իր յուրաքանչյուր ոլորտում ինքը կարիերայի ընթացքում ինքը սխալներ կարա անի, ճիշտ է։ Ոստեղ ինձ հետաքրքիր է, հա, օրինակ ինչ դու խորհուրդ ես, ինչ սխալներ պետք չի անել։ Երևի ամենաառաջին բանը, որ խորհուրդ կտամ, այդ է, որ դատարկ ոնց որ թեորիայից հնարավորինս հեռու մնա, նու թեորիան լավ բան է, իրան պետք է իմանալ, բայց ավելի շատ պրակտիկային ժամանակ ու էներգիա հատկացնել, որովհետև իմ փորձից ելնելով եմ ասում, այն ինչ որ կամ, այնով որ կամ, հա, դա բերել է հիմնականում փորձի հիման վրա է եկել, հա։ Այսինքն, օքեյ, պետքա ուսումնասիրել, պետքա տեղյակ լինել, պետքա թեմայի մեջ լինել, բայց ամենակարևորը դա փորձն է քեզ տալիս։ Պետքա շատ նայել, լավ լուսանկարիչների ճաշակով գործեր նայել, նաև գեղարվեստով հետաքրքրված լինել, որովհետև հիմնականում մտածողությունը զարգացնում է, հա, գեղարվեստը, թե լույս, թե ստվեր, թե գույն, թե կերպարներ, ուրիշ կողմ չես փախնի այդ ամեն ինչից, պետքա լավ որակով բաներ նայել ու նաև փորձել, շատ փորձել ու հաստատ։ Բայց նայ, օրինակ, ես ասես մի բան ասեմ, ես մեր վաղտով հիշում եմ Զենիթով ենք գնում նկարում, տարիքում, հա։ Լիքը երիտասարդներ կան, որ անգամ մեր մոտ որ մենք օրինակ ֆոտոգրաֆի կամ վիդեոգրաֆի հայտարարություններ ենք դնում, շատ երիտասարդներ կան գալիս են, բայց տեխնիկա չունեն, ասում են փորձի հնարավորությունը չունեն։ Այ մի քիչ մեր վաղտով ճիշտ ավելի դժվար էր, հիմա ավելի հեշտ է այդ ամիջը ձեռք բերելը, բայց նաև օրինակ տեխնիկական մասով ինչ խորհուրդ տաս, արդյոք պետք է տենց միանգամից մի հատ գնան, ես իմ ինչ կամերա առնեն, ինչ որ ծախսի տակ ընկնեն մարդիկ։ Այսինքն ուզում հասկանամ, արդյոք պետք է սկսնակի համար ինքը միանգամից տենց թանկ ֆոտոապարատ առնի, էլի։ Հա, տեխնիկան, հա, ինչքան ես գիտեմ, որ շատ հարցալուծում պարզ է, բայց սկսնակի համար արդյոք պետք է։ Տես, օրինակ ինքը հարաբերական է, մեկը տենց հստակ պատասխան չկա, որովհետև
ինքներս էլ հասկանում ենք, որ գոյություն ունի ֆինանսական կողմ, այս հարցը ունի, հա մարդկա, ասենք, հնարավորություն ունի ու կոպիտ ասած, եթե նույնիսկ չզբաղվի էլ հետագայում, խնդիր չի։ Okay, եթե մարդ ունի հնարավորություն, լավ, թող առնի, լավ տեխնիկա։ Միանշանակ պետք է նաև ընդունենք այն փաստը, որ լավ թանկարժեք տեխնիկան շատ հեշտացնում է գործը։ Չէ՞, այսինքն, okay, մեկը ամենակարևոր ֆակտորը թե այդ տեխնիկան ով է օգտագործում ու ոնց։ Ու մասնագետին տաս հին ու թույլ կամերա ինքը էլի իր լավ կադրը կանի։ Այստեղ հարցը մի քիչ հեշտ, մի քիչ դժվար, okay, բայց ինչ վերաբերում է արդեն լավ տեխնիկայով սկսելուն, ինքը հեշտացնում է գործը, հեշտացնում է կյանքը, հա։ Մեր հարցին վերադառնանք, թե դու ինչից կփորձես օրինակ, ինչ խորհուրդ տաս, որ չանեն, էլ ինչից կպահես իրենց, ինչը, այսինքն թեորիաների հատվածներ հիմնական։ Երևի ավելի շատ, հա, դատարկ թեորիաներից ու անորակ կոնտենտից հեռու մնան, որովհետև իրանք պետք է կարողանան նաև հասկանան անորակ կոնտենտը որն է։ Դա արդեն, հա, ճաշակի հարց է, բայց միանգամից ի սկզբանե մարդուն ասել, որ դու անճաշակ ես, դա եւս շատ սխալ է ու ճաշակը պետքա զարգացնել։ Այդ մկանների պես բան է, որ ժամանակ ու усилия հայերեն բառը։ Ես sense մի հատ բան ասեմ, ես չգիտեմ, որպես վիդեոգրաֆ նաև իմ տեսանկյունից կարամ ինչ-որ ֆիդբեք թողեմ այս հարցի շուրջ։ Ինձ թվում է իրանք պետքա փորձեն հետ մնան, անգամ sense կասեմ, Instagram-յան անորակ եւ վատ պորտֆոլիոներից, sense ասեմ, հա, որ ճիշտ լինի, որը մարդուն մի քիչ շակերտների մեջ մանավանդ սկսնակին կարա բթացնի ու ժողովրդության վրա տանի։ Շատ վատ։ Որովհետեւ ավելի լավ է մարդ նսի նկարչություն նայի, չգիտեմ, Միկելանջելո նայի, Ռեմբրանտ նայի, տենց նկարիչներ նայի, որպեսզի կոմպոզիցիոնի պատկերացում մոտա առաջանա, հա, թեկուզ կարդա այդ ամեն ինչի մասին, քան ինքը անընդհատ իսկ որտեվ այն ինչ որ սոցմեդիաներում կատարվում է, Instagram-ում ինչ որ նկարում են, շատ մարդ կա նկարող, դա շատ տարբեր է այն ինդիվիդուալնես չկա այդտեղ էլի։ Շատ լավ։ Okay։ Անցնենք մյուս հարցին։ Անցնենք։ Ուրեմն հարցը այսպեսին է, եթե այսօր քեզ ներկայացնես մի մարդու, ով չգիտի ով ես, այսինքն ինչ որ մեկ այդ խոսալուց կամ եթե քեզ ներկայացնում ես, ինքը քեզ չի ճանաչում, հա։ Ինչպես կասես ով է Կարեն Դավթյանը, ոչ որպես ֆոտոգրաֆ, այլ որպես մարդ։ Շատ հետաքրքիր հարց է, ինչի մասին չեմ մտածել։ Մարդով միշտ ուրախ է նոր լավ մարդկանց։ Ինչի եմ նշում այդ լավ մարդկանցի բա, որովհետև ի սկզբանե ով գալիս է մեր կյանք, իմ պարագայում ես փորձում եմ միշտ դրական լինել, մինչև այն բա, որ դիմացինդ փորձում է քեզ հակառակ ապացուցել։ Դրանից հետո արդեն չի դրական։ Չի լինում։ Ինչ ուզում ես արա, հա։ Գիտեմ, մարդով սիրում է կյանքը, մարդով սիրում է ճամփորդել կարելի ասել, հա։ Ճիշտ է, միշտ գործի բերումով է հիմնականում ստացվում, բայց հա, բայց եկե կարող է տենց կամեր առավոտը զարթնես, եկե sense պատականված թորիկա Կարենը, չգիտեմ որտեղ է, Մալդիվներում է սյոմքի։ Ոսկե Կարենը Դուբայում է սյոմքի։ Առավոտ կարաս բացես տենես Լաս Վեգասում է սյոմքի։ Այդիկա։ Եվ ամենակարևորը, ես իմ տեսանկյունից ավելացնեմ, մարդով լավ ընկեր է, շատ լավ ընկեր է, եւ ինքն էլ լավ ընկերների է միշտ մանգալի ու վստահ եմ նաեւ շատ լավ ընտանիքի անդամ է ու շուտով է շատ լավ պապա լինելու։ Մյուսը մեր մոտ գալիս է live snapshot խաղը։ Okay, ինչ խաղ է դա։ Ուրեմն live snapshot-ը կար։ Ես իր անունը տենց եմ դրել live snapshot, որտեղ ես ինչ-որ մի իրավիճակային հարց եմ քեզ տալի եւ տեղադրում երաժշտություն, որի տակ դու պետքա կամ ինչ-որ խոսք ասես, կամ ինչ-որ իմիտացիա անես, կամ ես ասես թե ինչպես կպայես, հա։ Հարցերը տարբեր է, դրա համար կապված թե ինչ է։ Փորձենք, դավայ։ Ուրեմն Դավթյան Կարենի դեմքը այս երաժշտության ներքո, երբ մոդելը նկարահանման ժամանակ ասում է այս պրոֆիլս լավը չի, այս պրոֆիլից նկարեք, իսկ երաժշտությունը սա է։ Ոտավոր երևի որ опять։ Այդ ամենաերևի են պահն է, երբ որ не поверите, но у нас тоже есть глаза, или այդ ինչ որ բան է։ Չէ, հաստատ պետքա դիմացինը ընդունի այն պահը, որ
քո միսիան իրան տգեղ վատ նկարելը չի, դու էլ ես տեսնում ամեն ինչ ու դու ձգտում ես հնարավորինս կոկիկ, սիրուն ու լավ մատուցել։ Կողքից պատկերացնում որ բրեյք թեշ պրոստը նկարենք, ասենց մի օրվա մեջ մի 15 հատ մոդել գնա ու 15 հատ մոդելը նույն արտահայտություն ասի, որ արանքում ես մյուզիկը։ Որտեղ ինչ անելու։ Իրոք Աստվածի մօգնեցի էլ։ Ու իրականում ինչքան էլ կոմերցիա, հա, միշտ ոնց գնում են կոմերցիայի հետ ենք առնչվում, չէ՞։ Պես ինչքան էլ կոմերցիա մեկը նույն իմ պարագայում ես ցկտում եմ դա անեմ որ ասում եմ to do my best հիմա երբ որ տենց ընթացքում process-ի ընթացքում նման արտահայտություններ են լինում դա ոնց որ ինչ որտեղ դեմոտիվացնի նու ինձ լուսանկարչին հա առհասարակ եթե ոչ միայն ինձ որովհետև երբ որ դու ձգտում ես անել քո լավագույնը դիմացինիդ համար ու քեզ փորձում են ուղղորդեն կամ չգիտեմ խորհուրդներ տան մի բանում որտեղ դու հնարավոր է ավելի լավ ես քան դիմացինը այդ ինչ որ չափով դեմոտիվացնում է մի արեք տենց թողեք մենք աշխատենք գործը լավ գիտենք շատ լավ արի երկրորդ snapshot-ը անցնենք երկրորդը հետևյալն է այսի հետաքրքիր շատ ստում հարցա եթե միայն մեկ նկարի հնարավորություն ունենայի կյանքում ինչ կնկարեի այս երաժշտության ներքո կյանքում մի նկար նկարեի շատ հայտնի երաժշտություն է դուք սիրես Okay, ինձ թվում է պատասխանս միանշանակ է եթե մի նկարելու հնարավորություն ունեի կհավաքեի մի տեղում իմ բոլոր սիրելի մարդկանց ու մի կադրով իրանց բոլորին կփորձեի տեղավորել այդ կադրի մեջ Քեզ էլ հետը Երևի հա պուլտով գնալ պուլտով նկարեի երևի հա Իսկ մասա խոսում է թե դու ինչքան ընտանիքա եւ ընկերասեր մարդ ես հա Կարելի էր եթե հնարավոր լինել մի կադրում տեղավորել բոլոր այն մարդկանց ու այն կոպիտացած բաները դա լինի տեղ, դա լինի, չգիտեմ, ինչ ասես ինչը ես սիրում եմ, փորձեի օրինակ չգիտեմ, սիրելի մարդիկ օրինակի համար Մասիս Սարի ֆոնդին, հա, ասենք Կուսլովն է ինչ որ կամ ոբշեմ միտքը ինձ թվում է պարզ է Հա, մի կադրում փորձեի տեղավորել բոլոր այն բաները, որոնք որ ես սիրում եմ։ Իսկ կարևոր բանն է, երաժշտությունը քեզ ստիպես դա մտածես, թե անկախանչից պատասխանը դա է լինելու։ Ենթադրաբար երաժշտությունը եւս իր լուման ունեցավ, որովհետեւ հա, ցյատակի դրամադրողը ավելի տաք, ավելի ջերմ, ավելի սիրելի, հա։ Okay, շատ լավ։ Ես կարծես վստահ եմ որ տես բան ես ասելու լավ ես ճանաչում դա երևի շատ շփվելուց շատ ճանաչելուց է երևի շատ լավ եկեք անցնենք մյուս հարցին եկեք AI-ն արդեն նկարներ է ստեղծում AI-ը վախացնում սա ֆոտոգրաֆի համար սպառնալիք է թե հերթական գործի քաղաքի ու ըստ քեզ այս ամեն ինչի մեջ ամենատուժողը ով է լինելու Հետաքրքիր է, նայես, AI-ը ինչպես նաև մնացած բոլոր տեխնոլոգիական լուծումները լավ բաներ են ու նաև կարան շատ վատ բան լինեն, նորից շատ կարևոր է թե ում ձեռքի գործիքներ իրանք դառնում, ով կօգտագործի ու ոնց։ Տես բան չունեմ ասելու, խելացի մարդիկ Հիմա իրան շատ լավ օգտագործում են ու կարող են նույնիսկ այնքան լավ օգտագործեն, որ արդեն լուսանկարիչի կարիք չլինի, բայց մեկը ինչ ուզում ես արա իմ կարծիքով, Կարծում ես դա կհասնի, որ լուսանկարիչի կարիք չլինի, չափ կարծում։ Ես իմ
Նու օրինակի համար վերջերս իմ ծանոթներից մեկը ցույց տվեց մի հատ որտեղ որ այնքան հմուտ ռեզուլտատ էր ստացվել, որ ի սկզբանե չէր տարանջատի այդ լուսանկարա թե AI գեներացիա, չգիտեմ, հետաքրքիր էր։ Կարծում եմ դե գնալով ավելի է զարգանալու ու հնարավոր է ինչ որ prompt գրելով, ինչ որ ժամանակ հետո էլ առհասարակ, բայց լուսանկարչության ֆակտորը կմնա, որովհետև ամեն պահի ու ամեն տեղ հնարավոր չի AI-ը գա քեզ live նկարի։ Այսինքն ստեղ ինչ մտքի են գալիս, որը հենց այս պահին խորացա իրականում, բուն լուսանկարչությունը այդ երևի պատմությունն է։ Հա, այսինքն եթե կոմերցիալ լուսանկարչության տեսանկյունից նայենք, օքեյ, կարող է ինչ որ պահ գա, որ լուսանկարիչ էլ պետք չգա, բայց ինչ վերաբերում է այդ historical photography-ին, ինձ թվում է ոչ մի AI ոչ մի բան չի կարա, հա։ Միջոցառումներ, չգիտեմ, իվենտներ, համերգներ։ Երևի, հա, ինչ որ ու ոչ միայն, ասենք, պահ ֆիքսելու, պահ որսալու, հա։ Նու AI-ին չես կարա ասես, չգիտեմ, մի հատ այն անցնող բալիկին, շունիկի հետ, հա, մի հատ նենց ֆիքսի, որ այդ պահը լինի, կյանք լինի մեջ, ինչքան էլ սարքի տենց նկար, ինքը կարա տենց իդեալական անթերի կարա սարքի, բայց կարող է անկենթան լինի այդ։ Այսինքն իտոգում գալիս ենք նրա մասին, որ լուսանկարչությունը իսկական այդ pure photography կոչվածը երևի ավելի շատ կյանքի մասին է։ Շատ լավ, AI-ը հələ չի փոխում ֆոտոգրաֆներին, կարաք սովորեք, կարաք թանկ ապարատներ առնեք։ Դա նորմալ է։ Շատ լավ։ Անցնենք մեր մյուս հարցին։ Հարցը հետևյալն է. արվեստն ու պատվեր կատարելը իրար հակասում են, թե ուղղակի ճիշտ սահմաններ չկան։ Լավ հարց է, շատ լավ հարց է։ Ինձ թվում է ավելի շատ խանգարում են, բայց եթե այն մարդ ում պատվերները հավասար են իր արվեստին, այդ երջանիկ մարդ է, այսինքն վերցնենք լուսանկարիչ, ով սիրում է նկարել բնություն, հա, բայց գործի բերումով ինքը ստիպված է լինում նկարել միջոցառում, օրինակի համար։ Ինձ թվում է այդ ինչ որտեղ պիտկա տանջանքի պես մի բան է, հա, որ դու անում ես մի բան ստիպված չսիրելով ու հաճույք չստանալով, բայց երբ որ դու օրինակի համար նկարում ես մի բան, որը որ դու սիրում ես, ինչը քո համար քո ներքին այդ արվեստ կոչվածը արտաբերելու միջոց է ու նաև դա քեզ ծառայում է որպես գումար աշխատելու միջոց, ուրեմն դու երջանիկ մարդ ես, բայց շատ դեպքերում հարցիդ ավելի ուղիղ պատասխանեմ, հա, ինձ թվում է հակասում է, որովհետև միշտ չի, որ մարդիկ քեզ դիմում են նկարելու համար այն ինչ որ դու սիրում ես։ Հասկացա։ Ասենք կա քո մոտ բան, որ դու չես սիրում, բայց անում ես գումար աշխատելու, այլ անկեղծ ասա։ Տենց հա, որ այդքան չես սիրում, բայց եթե պետքա գումար աշխատել։ Այստեղ ավելի շատ ոչ թե սիրել չսիրելու հարցն է, այլ ինչից ես դու հաճույք ստանում, հա, ավելի շատ։ Օրինակ ինձ ավելի դուր է գալիս անհատական նկարահանումներ անել մարդկանց հետ, որովհետև այդտեղ ավելի շատ պատմելու բան կա, քան նկարել օրինակի համար event։ Event-ը այդտեղ այդքան շատ քո ինդիվիդուալնեսը չկա։ Նու կա իհարկե տեխնիկական լուծումներով, թե դու ոնց ես նկարում եւ այլն, բայց մեծ հաշվով դու կախված ես պահից, հա, թե ինչ կլինի ու դա դու ոնց կպատմես, ոնց կֆիքսես։ Իսկ ինչ վերաբերում է ավելի պորտրետին, ավելի անհատական տենց ֆոտոշութին, ստեղ դու մի քիչ ազատ ես այն առումով, որ դու կարող ես քո ստեղծագործական, հա, ստեղծագործելու հնարավորություն ունես։ Քանի որ զբաղվում ես լուսանկարչությամբ որպես հիմնական զբաղմունք, պետքա դա քեզ նաև գումար բերի, որ ապրես, չէ՞։ Okay, դա ընդունեցինք։ Հիմա մի հատ ուրիշ պահ, եթե դու լուսանկարչությունը քո համար որպես հոբի չի զուտ ու դու չունես այլ եկամտի աղբյուր, հա, այդ պահը պետքա ընդունել, որ կոմերցիան վաղ թե ուշ գալիս է։ Բայց մի հատ ուրիշ բան էլ կա, եթե մարդ քիչ թե շատ այն որ հայավարի ասած իրան նեղելով, քիչ գումարով ապրելով, հա, համառորեն անում է այն ինչ ինքը սիրում է ու չի
վերցնում կոպիտ ասած զակազներ, որպեսզի զուտ փող աշխատի։ Իսկ կոնտենտ մարդիկ Կոնտենտ մարդիկ ու ես անկեղծ ասած շատ հարգում եմ իրանց մոտ վաղ թե ուշ, եթե իհարկե ունեն ճաշակ, ունեն կոնկրետ ուղղություն, գիտեն ինչ են անում, հա, իրանց մոտ վաղ թե ուշ ստացվում է ու իրանց սիրած գործը իրանց գումար է բերում ու բերելուց բերում է շատ։ Դժվար են գալիս դրան, բայց բերում է շատ։ Ու երկիրն էլ ստեղ էլի կապ ունի, հա, կապ ունի, որովհետև շատ կարևոր է թե քո երկրում միջին վիճակագրական քաղաքացին կամ միջին վիճակագրական կամպանիան ինչքան գումար է պատրաստ ծախսի քո վրա քեզ համար, չգիտեմ, քեզ վարձելու համար, հա, քո արվեստը վարձելու համար։ Վստահ եմ շատ մարդ կա թեկուզ Հայաստանում, որ շատ լավ ճաշակ ունի, շատ լավ խոսքը ստեղ գնում է ավելի շատ հիմա այս պահին հաճախորդների մասին, հա, ասենց եթե կարելի է ասել, բայց ցավոք սրտի նաև շատերը կան, որ ունենալով ճաշակ միգուցե չունեն համապատասխան գումար, որպեսզի թույլ տան մի քիչ փակագծեր եմ բացում, հա, կարող է այդ ռոզովի ակնոցները հանելու, հա, բայց իրականում կան երևի շատերը, ովքեր կուզեին, բայց չունեն հնարավորություն։ Իրականում հիմա շատ կա տարբերություն օպերատորների մասով, որտեղ շատ է փոքր շուկան ու կոմերցիան ու մի քիչ բիզնեսը sense ավելի ուրիշ ձև է դարձել եւ մի քիչ այդ ոլորտին փող են տրամադրում արդեն մարդիկ կարողանում են իրենց ինչ որ մասը գոնե կարողանում է իր սիրած գործով զբաղվի ու իր սիրած գործով գումար աշխատի։ Դրա համար այդ տեսանկյունն է, բայց օրինակ ֆոտոյի տեսանկյունից հələ մի քիչ այդ пассивությունը կա, էլի կոմերցիան էլի շատ է ֆոտոյի մեջ էլի։ Օրինակ, չգիտեմ, քանի տոկոսն է, բայց դու կփաստես, որ շատ մեծ տոկոսը քմուցաղ աշխատանքների մեկը կոմերցիոն է, էլի։ Այո։ Ես արդեն քանի տարի է նկարում եմ, 15 տարի երևի կլինի նկարում եմ։ Ինչքան ճանաչում եք իրար։ Ինչքան ճանաչում ենք, նկարում եմ։ Ու շատ ինձ հասկանում եմ, որ կոքներ ի սկզբանե ինչ որ մի լավ մասնագետի մոտ սովորելը ինքը մինիմում մի 5 տարի կկրճատեր այդ կայացման փուլից, բայց նաև ինչ որտեղ շնորհակալ եմ նրա համար ինքս ինձ, որ չեմ գնացել ինչ որ մեկի մոտ կոնկրետ չեմ սովորել, որովհետև ենթադրում եմ, որ չգիտեմ կհամաձայնես թե չէ կամ դիտողները մեզ կհամաձայնեն թե չէ, որ երբ որ մարդ գնում է ու ինչ որ մեկի մոտ կոնկրետ սովորում է, ուզած թե չուզած այդ ուսուցչի ձեռագիրը մնում է։ Մնում է, հա։ Այսինքն քոնը դժվար է ցածր։ Հա, իսկ երբ որ դու ինքդ ես վիզ դնում քոնը ստեղծում, հա, վերջում զգացվում է, էլի, որ այդ քո ուրույն ձեռագիրը ունես։ Ունիկալ, հա, ունիկալ ես դառնում, այո։ Կա տենց բան, հա, որտեվ յուրաքանչյուր ուսուցիչ էլ սովորացնող էլ ինքը իր մոտեցումներն է ցույց տալի ու դա կարող պրոստը ներսդ նստի ու դու անդադ արդեն այդ ֆորմատով սկսես աշխատել։ Հա, ուղղակի կարևորն է նա թե ասենք ում մոտ գնաս ու քեզ ոնց կսովորացնեն։ Հիմա չգիտեմ, եթե իմ աշակերտներից նայեմ, ես մաքսիմում փորձում եմ վատ բառա գալիս մտքից չբռնանամ այն առումով որ այ պետքա սենց անելու միակ ճիշտը սենց է, չէ, դա սխալ է, պետքա մարդուն սովորեցնել ոնց, հա, ոնց անել, իսկ թե ինչ կարևոր բաներ էլի նշենք, որ ֆոտոն մեծ հաշվով գլոբալ նու առհասարակ նաև երևի յուրաքանչյուր մասնագիտություն դա կախված է ոնցից ու ինչից, ոնցը այդ այնա թե տեխնիկապես ոնց կարելի է անել, իսկ ինչը այդ գալիս է քո ներսից, այսինքն եթե դու ասելիք ունես, ինչ ունես, այդ ինչը ներսից էդ կգա ու այդ ոնցով դու արդեն ցույց կտաս։ Շատ լավ, ուրեմն եկավ Red Light Stories խաղի պահը, սա ինչ խաղ է ներկայացնեմ, ուրեմն յուրաքանչյուր կարմիր լույսի տակ որ կանգնում ենք, մենք ունենք 6 բառ, որից 3-ին է, 3-ը քոնը, հա։ Բառերը կարճ բառեր են եւ խաղի իմաստն է, որ պետքա բառերին կից անկեղծ պատասխանել, այսինքն առաջին ինչ մտքիդ գալիս է քո կյանքի հատվածներից եւ շատ պարզ ու անկեղծ, պետքա պատմես այն ինչ որ մտածեցիր բառը լսելուց հետո։ Առաջինը կսկսեմ ես կասեմ բառը,
որից հետո արդեն դու այսինքն մի հատ բառը ես, մի հատ բառը դու, որ բառը ուզում եք ընտրում ենք, մինչև սպառվի։ Շատ լավ։ Լավ։ Ու քանի որ մենք պետք է կարմիր լույս հանդիպենք, դրա համար մենք խոսանք հետաքի թեմաներից, առանց արդեն ինչ որ հարցեր, ինչ որ random հետաքի թեմաներից, որի ընթացքում հենց կարմիր լույս հանդիպենք, միանգամից switch կլինենք։ Շատ լավ, давай։ Կար, քո առաջի ապարատը որն է եղել օրինակ։ Իմ առաջի ապարատն եղել է Canon EOS 60D։ Իսկ լենզը նույն իրակի տվի լենզներ, հետը 18-135։ Հա, ճիշտ է։ 3.5-5.6 դիաֆրագմայով ու մի հատ էլ հետո առել էի 50 մմ 1.8 տենց իրանցով եմ պերիոդ նկարել, շատ երկար։ Ֆիքսի ավելի շատ սիրա, այս թե տրանսֆոկատորի։ Լսի, կարելի ասել ֆիքսի, կարելի ասել որն է մոտավորը երբի 10 տարի ավել է հիմնական ֆիքսերով եմ նկարում։ Ամենապրակտիկ ֆիքսը իմ կյանքում այդ 35 մմ-ն է։ Որպես պորտրետ, թե Չէ, որպես ամեն ինչ։ Նու իրանով, հա, շատ պրակտիկ է։ Օրինակի համար ինչ ուզես իրանով կարաս տակից դուրս գաս, հա, սենց ասած։ Իսկ որպես ավելի սիրելի լենս, այդ կարելի ասել երևի 50 մմ-ն է, որը ավելի գեղարվեստական է, էլի։ Իսկ ապարատներից որը օրինակ որ դաս սկսնակների ինքան թեկուս փորձառուների հենց ֆոտոյի համար, էլի։ Կոնկրետ ինչ որ ֆիրմա խորհուրդ չեմ տա։ Ես գոհեմ թե Canon-ից, թե Nikon-ից, թե Sony-ից, հա, նորից գալիս ենք նրան, որ շատ կարևոր է թե ով է օգտագործում տեխնիկան։ Հարմարավետության տեսանկյունից, լենզերի մասով, որտեվ անկախ անչից Nikon-ի լենզերը ուրիշ է, Nikon-ի լենզերին Canon չես դնի։ Դե այդ արդեն երևի հա, տեխնիկական նրբություններ է, որը որ եթե ունես Nikon-ի լենզեր ինչ որտեղ, նու ասենք եթե մի լենզ չի, ինքը երկուս չի, այլ ասենք 5-6, դու փոխելուց, հա, ընդհանուր քո լինեյկան չես կարում փոխես առանց ֆինանսական կորստի, որովհետև նախ չես կարող Nikon-ի լենսը օգտագործես Sony կամ Canon-ի կամ այլ ֆիրմայի վրա, նու կարող ես ինչ որ պերեխադնիկներով, բայց այն չի, ուստի պետքա մտածես ավելի օպտիմալ, այսինքն հաջորդ կամերան առնես նենց բան, որ քո լենսերը եւս կարողանաս օգտագործես։ Ես մեկ էլ ինչ որ պերիոդ իմը չի եղել, այդ արենդայով եմ նկարել, Hasselblad եմ փորձել։ Նու կար տենց կա տենց ստերեոտիպ, որ Hasselblad-ը այդ ոնց որ high level-ն է։ Իհարկե ավելի high level-ներ էլ կա, եթե խորանանք, բայց նու Hasselblad Օրինակ ինձ անծանոթ է, ես Hasselblad-ը ինքը գիտես ոնց ավելի художественный է, աստիս, ինքը ավելի ռեպորտաժ չի։ Ինքը մեծ մատրիցայով, այդ mid size-ը, եթե չեմ սխալվում։ Այս լենզերը ինչ իրանց լենզերն է, թե լենզերն էլ էլի կարծեմ Hasselblad-ի լենզերն է, տոլի Zeiss-ն է արտադրում իրանց համար։ Թե կարծեմ հենց Hasselblad-ը։ Չեմ խորացել, չգիտեմ, բայց գիտեմ, որ Hasselblad-ը այդ շատ մեծ չափերի համար է։ Այնտեղ թանկ է կարժենա երևի։ Շատ թանկ է, օրինակ կարող է հասնի մինչև 50,000 դոլար կամ 100,000 դոլար, այդ մենակ տուշկեն։ Հա։ Կարո՞մ մոտ կարաս օրինակ փորձես հիշես, բան ամենա այնց հիշարժան ու բանի դեպքը, բայց յոմկեքի վաղ եղել է քո մոտ։ Հա, իրականում մի հատ գիտես ինչ հետաքրքիր բան ասեմ, կարող է տենց սյուր թվա, բայց քամին ինձ միշտ լուսանկարչական այդ process-ի ժամանակ լավ ընկեր է եղել։ Կարմիր լույս, օքեյ, random գնաց։ Okay։ Գախնիկ։ Բառը։ Գախտնիկ։ Ես ճիշտն ասած գախտնապահ չեմ, տենց չունեմ։ Դե էլ մի սկսեմ, ոնց էլ ինչ-որ կուենաս գախնիկ։ Հա, մտքիս հիմա չի գալիս, գախնիկ, երևի ինչ-որ գախնիկ, որ փորձել եմ ինչ-որ մեկին անակնկալ անեմ, երևի մաքսիմում է դա։ Գախնիկի հետ միշտ ասոցացվում է անակնկալ։ Ինչ անակնկալ ես, օրինակ կարաս ինչ-որ իրական հենց բան հիշես, պատմես։ Եղել է Ռուսաստանից թաքուն եկել եմ Հայաստան, չեմ ասել ոչ մեկի։ Հա, տենց եկե սյուրպրիզ եմ արել այդ տիպի ինչ-որ մի բաներ։ Հա, էդի շուտ։ Էդի շուտ, հա, երբ որ ընդեղ էի ապրում։ Տենց։ Okay։
Okay, դրանք իսկ կարմիր լույսը երբ կլինի։ Կարաս բանի հետ կապված շարունակես, նկարահանման հետ կապված։ Հա, գիտես ինչի մասին էի խոսում, որ օրինակ ֆակտորներ, ստացված, չստացված, երբ որ գնում ես նկարահանման, օրինակ բնության գիրք, այդ հիշարժան ֆոտո շութերից մեկն է կարմիր լույսելի։ Էլի միտքը չի վերջանում։ Okay, հետաքրքիր է։ Ես եմ ասում սիրտ։ Ինչ բառ է դա ասոցիացիա։ Ես սիրում եմ իմ աշխատանքը, ես սիրում եմ իմ գործը, ես սիրում եմ իմ մասնագիտությունը, բայց չգիտեմ որ մեկը, բոլորն է սիրում եմ։ Բազմակողմանի զարգացած մարդ։ Ես սիրում եմ իմ գործունեությունը, այն ամեն ինչ որ ես անում եմ։ Ես թվում է դու սիրում ես քո կյանքը, որովհետև մեծ հաշվով այն ինչով որ դու զբաղվում ես, քո կյանքի 90%-ը քո սիրած բաներն են։ Հա։ Երջանիկ։ Կարմիր լույս, պարոն Դավթյան։ Լավ։ Հենց քաղաք մտանք։ Okay, շատ լավ է։ Ռանդոմ անցնենք։ Մյուսը սպասում։ Օ, այս բան միանգամից որ ասոցիացիա է, այդ բալիկից ծնունդն է։ Մի քանի օրվա մեջ, չգիտեմ ինչև եթե թողարկվի արդեն կարող է բալիկը ծնված լինի, առաջ Աստված։ Դա միանգամից սպասում Կարին կանանք շնորհավոր ենք որ արդեն շատ չի մնացել։ Շատ չի մնացել։ Ես իհարկե հարթման սկզբում թեթև ակնար կարեցի։ Այո։ Բայց այս բառը շատ ճիշտ բառ էր քո համար։ Հա, իրոք։ Դրա համար ես կարծում կարողանա թույն պապա ալնել։ Աստված տա։ Я постараюсь։ Я постараюсь։ Okay, կարաս նկարանման թեման շարունակես Հա, փորձենք, չէ՞, կանաչ լույսը էլի։ Նու մի խոսքով, միշտ ֆակտորներ կա, որ մտածում ես արդյոք իմ օգտին կաշխատի ու քամու հետ կապված, չգիտեմ, չկարողա մի անգամից պարզ չեղավ, բայց շատ ժամանակ ինքը հենց հետաքրքիր անձնավորված ազդեցություն է թողում այդ բանի process-ի վրա։ Երբ որ դու նկարում ես ու պետքա օրինակի համար, որ քո մոդելի շորը ռազվիվացը լինի կամ մազերը կամ ինչ որ միշտ ինքը սենց հետաքրքիր անձնավորված ակցենտ է թողել ու տենց նկարահանում հիշում եմ մի անգամ մոտ երևի մի 100 կիլոմետր ավել մոդելին վերցրեցի, քշեցի, գնացի, հասա ես իմուր աշխարհի ծերը, որ պրոստը մի անգամ տեղով անցնելուց է եղել ավտոյով, տեսել էի, որ այդտեղ սիրուն ինչ որ սենց մի հատ բան կա, ծաղիկների պարտեզ չի, բնական տենց դաշտ է, Կարմիր լույս։ Կարմիր լույս, okay։ Վախ։ 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 Եղել է մի շրջան, որ վախեցել եմ, որ իմ ստեղծանունը կարամ կորցնեմ։ Այդ շրջան եղել է, բայց քո ստեղծած, հա։ Հա, թութու մենակ տենց վախ ա եղել, էլի, հա, ուրիշ ոչ մի վախ չի եղել, բայց կարողացել եմ պարում։ Սա է։ Այդ միշտ այդ բանն է, չէ՞, կարմիր լույսը շարունակվում է կարած դու էլ։ Ու մնաց միակ բառը 6 բառից հուզմունքն է, երևի։ Հուզմունքը, հա, կարողանի։ Okay։ Ասի հուզմունք իրականում կյանքի տարբեր պարագաներում տարբեր բաների հետ կարող կախված լինի, բայց քանի որ մեր այսօրվա խոսակցությունը ավելի շատ մասնագիտական է, այդ հուզմունքը կարամ կապեմ ավելի շատ արտի հետ, երբ որ դու նու ես իմ վրա ասեմ, երբ որ նոր ես սկսես զբաղվել լուսանկարչությամբ ու դու տեսնում էիր լավ կադրեր, բայց քո մոտ դեռ չէր ստացվում, հուզմունք, չէ, հուզմունք եղավ այն պահին, երբ որ դու քո արած կադրից քիչ թե շատ արդեն սկսում էիր գոհանալ, այսինքն այն զգացողությունը, որ դու դառնում ես կամաց, հա, դու գալիս ես մի կետի։ Կարևոր բան ասեցի մարդկանց համար։ Այդ իրոք շատ ներքին բան է, որ այդ ոչ մեկ, հա, այդ ոչ մեկ քեզ չի կարա, ինչքան էլ կողքից, այդ իրականում հիմա նաև խորհրդի պես կարա հնչի, որ երբեք պետք է լսել կարծիքներ, բայց երբեք դիմացինը քեզնից լավ, երբեք ոչ մի անգամ չգիտի, չի իմանա, թե ինչն է քո մոտ լավ ու ինչը վատ։ Վստահ եմ, ինչքան էլ մենք ինքնախաբեությամբ զբաղվենք, ինչ որ պահերի ասենք, վայ, մենք լավը չենք, կամ վայ, մենք վատն ենք, հա, կամ լավն ենք, մեկը մենք
ներսում ներքուստ գիտենք, որ թե որտեղ ենք մենք լավ ու որտեղ ենք մենք վատը։ Ու այդ հուզմունքի հետ կապված էլ այն պահն է, երբ որ դու արդեն հասկանում ես, գիտակցում ես, որ դու ինչ որ բանում հաջողել ես։ Այո։ Մոդելներին նկարելիս, Okay. որն է ամենատարածված խնդրանքը իրանց կողմից։ Okay. Որ լսում ես միշտ հաճախ, ուղղակի ներսի ջպտում։ Դե ամենատարածված խնդրանքը, նու եթե մոդել են հիմնականում ինքնավստահ են ու այդ խնդիրը չունեն, բայց եթե խոսքը գնում է ավելի գլոբալ մարդիկ, ովքեր դիմում են քեզ, որ նկարվեն, շատ դեպքերում ոչ բոլորը, բայց ունենում են այդ ռաբոչի ռակուրս կոչվածը, տիպը ինձ այս կողմից կնկարեք էլի, բնականաբար գաղտնիք բացեմ, ասում ենք հա ու նկարում ենք տենց, ոնց որ մենք ենք ուզում, որովհետև չէ, այստեղ Լավ գիտենք արդեն։ Այո, կարևոր ֆակտոր կա, կես կատակ, կես լուրջ, եթե մարդ դիմել է քեզ, ուրեմն ինչ որ չափով վստահում է քեզ, հա, այսինքն ու դու էլ որպես մասնագետ հաստատ տեսնում ես, իհարկե պետք է հաշվի առնել հաճախորդի կամ թեկուզ եթե արտ ես նկարում մոդելի կամ քո նկարվող օբյեկտի ցանկությունը, խնդրանքը, այդ կեսկատակ բնականաբար որ ոնց ուզում անում ենք, բայց չէ, մեծ հաշվով նենցա որ պետքա դու որպես մասնագետ նայես շատ բաներ կա, դու որպես մասնագետ դու գիտես, որ ոնց կարա լինի, այսինքն թեկուզ այդ ռակուրսի տեսանկյունից շատերը կարող է իրանց սովոր են տեսնել իրանց ֆրոնտալ կամերայի բանով ու կարող է չգիտեն, կարող է չեն հասկանում կներեք կոպիտ արտահայտվելու համար, որ դու կարաս նենց լույս դնես, որ ինքը զարմանա, որ այդ ինքն է հասկանում ես, այսինքն ստեղ ավելի շատ կախված է քո մասնագիտական մոտեցումից, թե դու ոնց մարդուն կնկարես, այդ ոնցն է, էլի, հա։ Վիդեոյի մեջ կարող ասենք, գնանք նկարելու, մեկը դերասան ասի, բայց այս ռակուրսս լավ է, ստերից քիծս լավ է, չի կամ չգիտեմ, հա։ Բայց հələ մի րոպե, ոչ սեթափ են կարել, ոչ բան, ոչ լույս են գրել, ոչ բան չեն կարել։ Այո, Արդեն դրա համար։ Այսինքն հա, ամենատարածված, ես էլ եմ այդտեղ ժպտում, ամենատարածված բանն է։ Որ ասում ես լավ, նկատի կունենամ, բայց մեկը անում ես տենց, ոնց որ դու պետք է անես, ու ստեղ է կարևոր, թե դու ոնց մասնագետ ես։ Ես շատ շնորհակալ եմ, Կարլ ջան, քեզ։ Ես եմ շնորհակալ, թե որ ընդունեցիր իմ հրավերը։ Սիրով։ Մենք իհարկե նաև Կարենից պատառակ ունենք, նվեր ունենք։ Ինչո՞ս է։ Կարենը կարա ոնց ուզում է հետո բացի կարա, հիմա բացի ոնց իրան հարմար։ Հիմա կբացեմ, մարդկանց բոլորին հետաքրքիր է վստահ եմ։ TikTok-ի կողմից, persona marketing-ի կողմից քեզ նվեր։ Տեսնեմ։ Вот это поворот. Вот это поворот. Բաժակ, հա։ PBA family. So cute. Thank you. Սենց անենք, որ ավելի սիրուներ է, հա։ Սի մեծ պատիվ է իրականում, թե հիմա ներկա լինել քո այս նորաստեղծ հաղորդմանը որպես հյուր, թե ներկա լինել որպես ընկեր եւ պատիվ է իրականում, շնորհակալ եմ Տիկ ջան։ Թե ասենք պատահական չի ինձ թվում է գրած PBA family ընկերությունն է, կազմակերպությունն է, որը որ դու ես հիմնել ու առաջ տանում, նու կարելի ասել մի հատ PBA family կտանք, մարքեթինգի համար։ Okay, քո ոնց որ դիետիշեն է ու լինելով իր ընտանիքի մաս, իրեմ զուտ պրոստը շնորհակալ եմ ու պատիվ ունեմ ախպերս, ապրես շատ։ Շնորհակալություն, դե ինչ կարծում հետաքրքիր էր, այսօր Դավթյան Կարենի հետ էինք, մի հատ է կրկնեմ Դավթյան Կարենի աշխատանքներին ծանոթանալու համար, կարաք YouTube-ում տեղադրված description-ի տակ հղում կա Instagram-ի Կարենի, կարող եք մտնել, կարող եք նայել, կարող եք follow լինել, ինչպես նաև պարտադիր մեր YouTube-ի edge-ին կարող եք follow լինել, որպեսզի բաց չթողել մյուս հաղորդումները, եւ ինձ թվում է շատ հետաքրքիր էր, կհանդիպենք արդեն հաջորդ անգամ մեկ այլ հյուրի հետ, դե իսկ հյուրի անունը կմնա հարցական։
Լավ մնացեք։ Пока։